Armenian Helicopters-ը ծաղկաձոր տուրիստ չի բերել, ոչ էլ հիվանդ է տանում։ Վայրեջքը կարճատև է, տեխնիկական թիակները չանջատած, շատ արագ մի կողմից վառելիքն են լիցքավորում, մյուսից ուղղաթիռի տակ ամրացված բաքը։ 3 րոպե է տևում։ Վերջ թռավ, ավիացիոն ագրարային աշխատանքի անտառներն են սրսկում։ У нас оборудование, которое мы привозили из-за рубежа. Մենք հատուկ սարքավորում ենք արտասահմանից բերել նյութը ցողելու համար եւ հմտացել այն օգտագործելու հարցում։ Օդաչուն, որ հիմա թռչում է, Նոր Զելանդիայից է եկել, մասնագիտացված է գյուղատնտեսական ավիացիայում, պայմանագրով է աշխատում մեզ հետ։ Գործի դժվարությունը տվյալ դեպքում ուղղաթիռի կտրուկ ծանրանալն է, քանի որ հեղուկի բաքը ամբողջությամբ ենք լցնում։ Նաեւ դե թռիչքի բնույթը։ Հայաստանը բարձր լեռնային գոտի է, իսկ նյութը պետք է ծառերի վրա թափվի ոչ ավելի քան 10-ից 15 մետր վերևից։ Մասնավոր այս ընկերությունն առաջին անգամ է շահել շրջակա միջավայրի նախարարության հայտարարած անտառների սրսկման տարվա մրցույթը, ինչու է որոշվել 2025-ին կիրառած դրոններից հետո նորից ավիացիոն մշակմանը վերադառնալ, գերատեսչությունը չի մեկնաբանում։ Գործը տեղում համակարգում վերահսկում է վաղ գարնանից ծառերի հիվանդություններն ու բուժման կարիքը ճշտած երկրի գլխավոր անտառպաթոլոգը։ Անտառում միշտ վնասատու կա, բայց գլխավոր վնասատուն մերը ոսկետուրն է։ Պայքարը գնում է մեջատասպան պրեպարատով նրանց դեմ եւ հիվանդությունների դեմ ալարացող, որը խոնավ տարիներին ալարացողը շատ խիստ վնասում է անտառի բնական աճին, քանի որ նա ծածկում է տերևը եւ չի թողնում, որ տերևը շնչի։ Քանի ուղղաթիռը երկնքում է, անձնակազմը սրսկվող խառնուրդն է պատրաստում առանց դադարի ռեժիմով աշխատելու համար 5 տարա են բերել, որ հասցնեն ջրին ավելացնել տրամադրված նյութերը։ 550 լիտր ջուրն է լցվում, 25 հատ էլ թույնն է լցվում։ Թույն ասածը տվյալ դեպքում փոխաբերական է, երրորդ տարին է անտառները Հայաստանում մշակվում են ոչ թե քիմիական, այլ կենսաբանական պրեպարատով։ Ոսկետուտի եւ ձմեռային երկրաչափի դեմ պայքարի համար ընտրվել է լեպտոցիդն ու ֆիտոլավինը, որթերն ի դեպ իրենց ամենասիրելի հյութեղ կաղնու կանաչների վրա, որ նախկին տարիների պես չեն վխտում։ Ոսկետուտը այս պահի չի երևում, քանի որ մենք այս տարին մի քիչ հետ է ըստ եղանակային պայմաններից, մենք մի քիչ առաջ ենք ընկել եւ դա շատ լավ է։ Քանի որ այս պրեպարատը, եթե որ մենք վարակազերծում է, ինքը գործում է 5-ից 10 օր, ինքը բակտերիալ պրեպարատ է, քիմիա չի, որ չափես ազդի։ Անտառային սրսկումների տարվա ընդհանուր 9000 հեկտարից Վայոց ձորի բաժին գործն արդեն արված է։ Հրազդանի կողմերն են եկել Կոտայքի բուժական արձականի հատվածը սրսկելուց հետո։ Ուղղաթիռի աշխատանքին հայ անտառի մարդիկ ռեալ են հետևում, Helicopters-ի պատվիրակը համակարգչի քարտեզով օնլայն։ Синяя зона – это уже зона покрытия, которую он сделал. Կապույտ գոտին այն տարածքն է, որն արդեն մշակել ավարտել է, կանաչ գույնովը դեռ պետք է սրսկի։ Ուղղաթիռի անդադար վերելք վայրեջքները նաև հարևան Հրազդանի անտառտնտեսության կանանց է հետաքրքրել։ Չիմանան սարերը մաքրվեց վնասատուներից իրենց աճեցրած շիվերն են անտառ տնկելու տանում։ Հիմնականում ստեղ հացենիա, սոճիա, ունենք կաղնի, ունենք թխկի, սալորի, խնձորտանց, որոնք ամբողջը գնալու են այս տարի ծառատունգի։ Անտառների վիճակը հիմա բավարար է, հանգստացնում է Տարոն Մանուկյանը։ Ավիացիոն այս սրսկման արդյունքն էլ վստահեցնում է, երկար սպասել չի տա։ 7-րդ, 10-րդ օրը մենք նորից կրկնակի մի հատ հետազոտություն կանենք, կնայենք, կտեսնենք արդյունքը։ Ուղղաթիռի բեղերը կանգնեցին, երբ առավոտվա 5:30-ից թռչող Նոր Զելանդացի օդաչուն լրացրեց աշխատանքային օրվա թույլատրելի 7 ժամը։ Փոխարինող թիմը եկավ գործը շարունակելու։ Հերթում Արագածոտնի մարզն է, անտառային սրսկման վերջնաժամկետը հունիսի 30-ը։ Էրմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։